Ողջույն սիրելիներս, ես խոստացել եմ խոսել թվագիտության մասին, այն մարդկանց մասին, ովքեր ծնվել են յուրաքանչյուր ամսվա 1-ին, 10-ին, 19-ին, 28-ին, սակայն այսօր ամբողջ օրը իմ ուղեղում պտտվում էր մի միտք, թե արդյոք մարդիկ ինչքանով են կախված թուղթուգիր, աչք, նավս ասված երևույթներից եւ այսօր որոշեցի մեկ թվի մասին խոսելու փոխարեն խոսեմ այդ առեղծվածային, այսպես ասած, երևույթների մասին, որոնք որ ինձ թվում է բավական պարզաբանված չեն։ Ես կասեմ իմ կարծիքը, դուք ինքներդ մտածեք, ասեք նաև ձեր կարծիքը, ինչ եք մտածում այդ ամենի մասին եւ մենք միասին կքննարկենք, արդյոք կհանգենք մի եզրակացության կարծում եմ եւ կհամոզվենք, որ դա այդքան էլ վախենալու կենթանի չէ, այսպես ասած շակերտների մեջ կենթանի չէ, որից մարդիկ ընկնում են հուսահատության գիրկը, մտածում են, որ կորցրել են իրենց կյանքը, իրենց ապագան այդ թղթի կտորի պատճառով։ Իհարկե, եթե ինձ հարցնեք, ես հավատում եմ, թե չեմ հավատում նման բաների, անկեղծ ասեմ, որ ես իմ աչքով նման բաներ չեմ տեսել, չնայած կարծում եմ տեսնողներ եղած կլինեն եւ եթե փորձենք հարցնել աջ ու ձախ, կիմանանք ամեն մեկը մի բան կպատմի, մի հետաքրքիր բան, ամեն դեպքում կան մարդիկ, կան մասնագետներ, ովքեր շատ լրջորեն զբաղվում են սրանով, բայց ես կասեմ իմ տեսակետը, եթե կիսում եք անկեղծ խոստովանեք, որ կիսում եք տեսակետը, եթե ոչ ձեր կարծիքը ասեք, ինձ համար էլ շատ հետաքրքիր կլինի, թե արդյոք ինչպես եք պատկերացնում, ինչ է թուղթուգիր, ասվածը, ինչ է աչքը, նավսը եւ ընդհանրապես արդյոք դրանք ազդում են մարդու ապագայի վրա։ Իմ կարծիքով թուղթուգիր, աչք, նավս նման երևույթները դրանք բացասական էներգիայի կուտակված հոսքեր են, որոնք ուղղվում են դեպի տվյալ անձը։ Եվ եթե մարդու աուրան ինչ-որ միտեղ մարզված չէ, ուժեղ չէ, մարդը կարող է այդ բացասական, ուժեղ բացասական ուրեմն էներգիայի հոսքի հետևանքով կրել որոշակի վարքային խախտումներ, որը կարող է մեկնաբանվել որպես թուղթուգիր կամ աչքի նավսի հետևանք։ Ես ճիշտն ասած փորձեցի Google-ում փնտրել թուղթուգիր բառի բացատրությունը եւ գտա այսպիսի տարբերակ, ուրեմն ընթերցեմ. թուղթուգիր, թուղթ ու գրեր, ժողովրդական ուրեմն ասույթ է, ժողովրդական մեկնաբանություն է, վրան աղոթքներ եւ կախարդական բանաձևեր գրած թուղթ, որ կաշվե ծրարի մեջ դնելով կախում են վզից չարաճկից պաշտպանվելու համար, հմայակ, հմայիլ։ Ասեմ, որ հմայիլներ օգտագործել են բոլոր ազգերը, մեր ազգը եւս բացառություն չի եւ շատ դարեր առաջ, երբ մարդիկ հոգ են տարել իրենց կենդանիների մասին, ովքեր կաթնասուններ են եւ կերակրում էին ընտանիքները, հոգ էին տանում, որ այդ կենդանու ենթադրենք կովի կաթը չպակասի, որպեսզի ընտանիքը սոված չմնա եւ ժողովուրդը, այսպես ասած, այն ժամանակվա իմաստուն, այսպես ասած, մարդիկ իրենցից մեծերը խորհուրդ էին տալիս ինչ-որ հմայիլներ պատրաստել, կախել կովի վզից, որ չարաճկից կամ, չգիտեմ, բացասական էներգիաներից պաշտպանվի։ Իդեպ մի ազգագրագետի, որին շատ հարգանքով եմ վերաբերում, զրույցներից մեկի ժամանակ ասաց, որ Հայաստանի գյուղերում ընդունված է եղել բռնչենի կոչվող ծառի արմատից պատրաստել հմայիլ որոշակի նախշերով, իդեպ այդ բռնչենին պետք է աճած լիներ ուրեմն գետի ափին, ամբողջ իր աճելու ընթացքում լսած լիներ միայն գետի ձայնը, բացառվում էր, որ մարդիկ այնտեղ ոտք դրած լինեին, եթե դրած լինեին, ապա բռնչենին տվյալ ծառը կկորցներ իր, այսպես ասած, ուժը եւ նման ծառից
մարդիկ պատրաստում էին որոշակի փայտից յուրահատուկ նախշերով, ուրեմն փայտից հմայելներ եւ կախում էին իրենց կովի վզին, որպեսզի այդ կովը կաթից չկտրվի կամ կարողանա միշտ կաթ ունենալ եւ կերակրել իրենց ընտանիքին։ Սա շատ հետաքրքիր էր այս պատմությունը եւ նման բազմաթիվ պատմություններ կարող եք դուք գտնել Հայաստանի պատմության պետական թանգարանում աշխատող գիտնականների կողմից, ովքեր ուսումնասիրում են տվյալ ճյուղը, բայց ես դրանից ավել ուրեմն չեմ հասցրել ուսումնասիրել, անկեղծ ասած այդ թեման ինձ այնքան էլ չի գրավել, բայց որ նման մի բան կա եւ մարդիկ հավատում են դրան, ուրեմն դա անժխտելի է։ Ամեն դեպքում փորձենք հասկանալ ինչ է իրենից ներկայացնում թուղթուգիրը։ Նախ ինքը տեղով բացասական ինֆորմացիա է, եթե ինչ-որ մեկին ասեն, որ քեզ վրա թուղթուգիր կա, բնական է, դա ծափերով, ծափողջույններով հնարավոր չէ ընդունել, մարդը ընկնում է ինչ-որ մտքերի, մտատանջության մեջ, բայց ասեմ, որ կան այնպիսի դեպքեր, երբ դեպի տվյալ անձը նման ուրեմն երևույթի միջոցով դեպի մարդը ուղղված բացասական այդ հզոր բացասական էներգիայի հոսքը, կան մարդիկ, ովքեր գտնվում են ավելի ուժեղ եւ կարողանում են ոչ միայն դրա ազդեցությունից խուսափել, այլ նույն բացասական էներգիան դեպի հետ, դեպի ուղարկողը ուրեմն ուղարկել։ Դրանք հատուկ մասնագետներ են, ես ճիշտն ասած առանձնապես չեմ ճանաչում նման մասնագետների, բայց հավատում եմ, որ կա նման ուրեմն հնարավորություն։ Այնուամենայնիվ, եթե դուք լսել եք, որ կամ ինչ-որ մեկը ասել է, որ ձեր վրա թուղթուգիր է արել կամ ձեզ աչքով են տվել կամ, չգիտեմ, նավս կա ձեզ վրա եւ այլն, աշխատեք վեր կանգնել նման բաներից եւ վախի զգացում չունենաք, որովհետեւ եթե դուք վախի զգացում ապրեք, ապա ընդհանրապես վախը ինքը բացասական էներգիայի նորից, բացասական էներգիայի արտազատում է իրականացվում մարդու կողմից եւ անկախ քո կամքից վախի պատճառով մարդը ակամայից սկսում է սնուցել այդ բացասական էներգիայի հոսքը եւ ավելի է հզորացնում։ Ուստի նման ուրեմն երևույթների զոհը չդառնալու համար խորհուրդ կտամ առաջին հերթին շատ հումորով վերաբերվել եւ նման մարդկանց, ովքեր նման գործերով են, այսպես ասած, չար գործերով են զբաղվում եւ աշխատեք ինքներդ չընկնել այդ ծուղակի մեջ, որովհետեւ ինչպես ժողովուրդն է ասում, ով ինչ անում է, իրեն է անում եւ վաղ թե ուշ ինչ-որ անձի կողմից հորինված, ինչ-որ բացասական էներգիայի կուտակված հոսքը, որը ուղղվում է այս կամ այն անձնավորությանը, վաղ թե ուշ հետ է վերադառնալու կրկնակի, եռակի ավելի մեծ ուժով եւ ավելի մեծ կործանարար ազդեցություն է ունենալու տվյալ մարդկանց վրա։ Սա է տիեզերքի օրենքը։ Եթե շարժվենք ընդհանրապես տիեզերքի օրենք, նույնը աչքի, նույնը նավսին է վերաբերում, ինչ է նավսը, եթե փորձենք ուրեմն վեր ծանել, դա հայացքից, մարդու աչքերի միջոցով ուղղվող այն բացասական ուրեմն էներգիայի հոսքն է, հզոր հոսքն է, որը մարդը ուղղում է դեպի այս կամ այն անձը կամ այս կամ այն երևույթը, ուրեմն երբ մարդու ներսում բացասականը այնքան շատ է, որ ինքը սկսում է ուրեմն նախանձով կամ այլ ուրեմն բացասական զգացմունք ապրել այս կամ այն անձի, երևույթի եւ այլն բանի նկատմամբ, ինքը անկախ իր կամքից իր ներքին բացասական էներգիան, որը կուտակված է իր մեջ, ուղղում է դեպի տվյալ անձը կամ տվյալ երևույթը եւ կարող է դրանով իսկ վնասել ուրեմն մարդուն կամ, չգիտեմ, ինչ-որ մի իր ընկնի, կոտրվի եւ այլն, սենց բաներ կան, գոյություն ունեն, բայց
պետք չէ տենց բան նման երևույթներից նորից եմ ասում վախենալ, պետք է վեր կանգնել ամեն ինչից, նման ուրեմն եւ խոսակցություններից եւ երևույթներից եւ այն մարդկանցից, ովքեր որ գտնվում են ցածր վիբրացիաների մեջ, իրենց մեջ կա բացասական էներգիայի կուտակումներ, աշխատեք ձեր բարությամբ փոխել մարդու վերաբերմունքը ձեր հանդեպ եւ լինել հանդուրժող նման ուրեմն բացասական էներգիայի հոսքի տակ գտնվող մարդկանց հանդեպ, որովհետեւ շատ դեպքերով նրանք անում են մի բան, որը իրենց կամքից անկախ է, հետո իրենք ուրեմն հայտնվում են իրենց հյուսած թակարդում, իրենց լարած թակարդում ինչպես ասացի եւ ուրեմն թուղթուկիրը եւ նավսը եւ աչքը դրանք բոլորը բացասական էներգիաներ են եւ պետք է մարդիկ իմանան որ եթե ճանաչեն իրենց ներսը կարողանան իրենք խորանալ իրենց տիեզերքի մեջ ճանաչել իրենց ուրեմն ներքին պոտենցիալը եւ դրանով բարձրացնել սեփական անձի վիբրացիաները նրանք ավտոմատ կերպով ուրեմն ինքնապաշտպանված կլինեն կպաշտպանեն իրենց եւ չեն ընկնի նման ծուղակների մեջ իսկ նման վարքագիծ դրսևորող անձիկ ուղակի ձեռք կբերեն այսպես ասած սարդոստայններ փոխաբերական իմաստով եմ ասում կհայտնվեն իրենց հյուսած սարդոստայնի մեջ եւ որի դրսևորումը կլինի տարբեր հիվանդությունների ձևով տարբեր ուրեմն տհաճ իրադարձությունների ձևով պատասխանը ուստի եթե հանկարծ ինչ-որ մի տեղ ինչ-որ մի մարդ ինչ-որ մի ձևով ձեզ ասի, որ դուք նման ուրեմն բացասական էներգիաների հոսքի ինչ-որ մեկը ձեզ աչքով է տվել կամ նավս է արել կամ չգիտեմ թուղթուգիր է արել հումորով վերաբերվեք մի ընկեք մտատանջություն պետք չէ հումորով վերաբերվել ես ուղղակի ուզում եմ թեթևացնել իրավիճակը շատ նորմալ վերաբերվեք բայց վախի զգացում հանկարծ չունենաք որովհետև դուք պետք է լինեք ավելի ուժեղ ավելի բարձր ավելի վեհ եւ փորձեք ձեր մեջ գտնել ուժ նման ուրեմն բացասական էներգիաները չսնուցելու, չվախենալու եւ ձեր հաջորդ օրը եւ դրա հաջորդող օրերը կյանքը ընդհանրապես չկապել նման ուրեմն երևույթների հետ իմացեք որ վախը այն կործանարար էներգիան է որը ուրեմն թուլացնում է ձեր աուրան, ձեր ներսը, ձեր հոգին, ձեր տիեզերքը դարձնում է տկար եւ այդ դեպքում դուք դառնում եք խոցելի, այդ դեպքում ցանկացած նետված քար ուղակի կընկնի ձեր այգին, ինչպես ասում են, եւ կարող է վնասել ձեզ։ Այսօր այսքանը հաջորդիվ մենք կխոսենք իսկապես ինչպես արդեն խոստացել էի մեկերի մասին, որովհետեւ բազմաթիվ ուրեմն մեկնաբանություններ կան մեկ թվի վերաբերյալ ես կներկայացնեմ իմ տարբերակը մնացածը դատեք ինքներդ ինչպես ասում են կամ վերցրեք այն ինչ որ ուզում եք ինչ որ հոգեհարազատ է ձեզ այսօր այսքանը եղեք ուժեղ եւ առողջ իմացեք որ ձեր ներքին տիեզերքը առողջացնելով, հզորացնելով դուք կկարողանաք արարել ինքներդ ձեր ապագան եւ լինել առողջ, ուժեղ եւ հաջողակ։ Այսօր այսքանը կհանդիպենք հաջորդիվ